Փառք Տիրոջ այս հրաշալի օրվա համար, շնորհակալ ենք Աստծուց փառաբանության խմբի համար։ Գիտեք, երբեմն մեզ կարիք է լինում, որ ինչ-որ մեկը մեզ օգնի դեպի Տիրոջ ներկայության մեջ գնալու համար։ Եվ դրա համար երախտապարտ ենք Տիրոջը, որ իր տան մեջ երկրպագուներ դրեց, խումբ դրեց, որ մեզ օգնում են դեպի իր ներկայության մեջ գնալու համար։ Այսօր ես ուզում եմ խոսել արթնությունից, բայց արթնություն բառը իմ պատգամի մեջ շատ քիչ կօգտագործած եմ, որովհետև ես ավելի խոսելու եմ բաներ կա, որ արթնության համար արգելողներ են։ Մեր կյանքի մեջ բաներ կան, որոնք որ արգելում են, որ արթնություն լինի։ Մենք վստահ գիտենք, որ արթնությունը Տերից է, երբ որ նա ուզի, դա կանի։ Բայց ես չեմ ուզի, երբ որ արթնությունը գա, մենք մեր խանգարող հանգամանքներից դուրս լինենք արթնությունից, այլ ուզում եմ, որ հենց արթնության կիզակետում լինենք, արթնության մեջ լինենք, որովհետև մենք ամեն մեկս, որ Աստված մեզ կանչեց, որ մեր միջոցով, մեր շրջապատում, մեր ընկերական հարաբերությունների շփման մեջ արթնություն լինի։ Բայց գիտենք, որ մենք մարդիկս հաճախ ինչ-որ բան, եթե մեզ վերաբերվում է, որ սխալ է, մի անգամուց ասում ենք, այդ տենց չի, դուք ճիշտ չեք հասկացել, այս ինչն է մեղավոր, այն ինչն է մեղավոր, այդպես չի։ Հայտնի տեղը Սուրբ գրային Եդեմական պարտեզում եղող արհավիրքը, հիշում եք, Աստված եկավ Ադամին հանդիպելու։ Ադամ ուր ես։ Եվ հետաքրքիր է Ադամի պատասխանը, դուք քանի որ պատմությունը գիտեք, ես մանրամասը չեմ ասում, եւ ասեց ինչի ինձ տեսար որ վախեցար, ասում է քո ձայնը լսեցի վախեցա, ու երբ որ ասում է հարց է տալիս ուր ես, ասում է քո տված կինը։ Գիտեք ինչքան է մեզի նման։ Կնոջ առումով չեմ ասում։ Բայց եթե հարց է լինում, որ մենք սխալ ենք, նկատել եք, որ մի անգամուց հակադարձում ենք, ասում ենք, այդ մենք, եթե ինքը չլիներ պատճառը, ես դա գործողը չէի, անողը չէի։ Մենք շատ լավ վարպետացել ենք Աստծո խոսքին հակադրվելու, հակադարձելու, շատ լավ ենք վարպետացել։ Վերջի ժամանակներում Աստծո խոսքը մեզ հուշում է, որ չար օրեր են գալու։ Սիրելիներ, եթե մենք մեր սրբության, մեր անձնական կյանքի վրա չաշխատենք, ով է վստահ, որ չար օրերը, որ մեզ էլ հասնեն, ու մենք հաստատ մնալու ենք այդ ճանապարհի մեջ։ Ես վստահեցնում եմ, որ մենք ամեն մեկս կարիք ունենք վերանայելու մեր կյանքը, մեր ընթացքը, մեր հավատքի կյանքը։ Դուք ասես, ես ամեն օր Աստծո տուն եմ գալի, եկեղեցի եմ գնում, տասանորդս վճարում եմ, հաճախ ծոմ եմ պահում։ Շատ լավ է, Տերը օրհնի այն մարդկանց, ովքեր այսպես հավատարիմ են։ Բայց բաներ կա մեր կյանքում, որ երբ որ մեզ է վերաբերվում, մենք դա դժվար ենք ընդունում։ Ես որոշ բաներ կխոսեմ մեր կյանքից։ Առաջի Թագավորաց 13-րդ գլուխ 8-րդ համարը։ Եվ նա Սամվելի որոշված ժամանակից չափ 7 օր սպասեց, բայց Սամվելը գաղգաղա չեկավ, եւ ժողովուրդը նրա մոտից ցրվեց։ Սա այն պատմությունն է, որ Սավուղը գնացել էր Ամաղեկի հետ պատերազմել էր, Աստված ասել էր Ամաղեկ ամբողջությամբ կկոտորես, ոչինչ չխնայես, ծառերը նույնիսկ կկտրես, ոչ մի բան չխնայես, որովհետև Սավուղին ուզում էր ցույց տալ ինչ է նշանակում անեծք։ Անիծված է Ամաղեկը, պետքա կոտորվի։ Եվ այնտեղից հայտնի պատմությունը գիտենք, այնտեղից Սավուղը իր համար լավ ոչխարներ էր վերցրել, բերել, որպեսզի Տիրոջը զոհ մատուցեին։ Եվ հետաքրքիր է, որ այստեղ ասում է սպասեց Սավուղը, որ պիտի գար, եւ հետաքրքիր 7 օր պաշտամունք է հետ ընկավ։
Եվ չեկավ եւ տեսավ, որ ժողովուրդը իր մոտից հեռանում է եւ Սավուղը ասեց. ողջակեզը եւ խաղաղության զոհերը ինձ մոտ բերեք, ու ինքը ողջակեզ մատուցեց։ Ու երբ սա արեց, ողջակեզը մատուցանելու լրացրեց, այն ժամանակ Սամուելը եկավ։ Եվ Սավուղը ելավ նրան դիմավորելու ու բարևելու, եւ Սամվելը ասեց. ինչ արեցիր։ Եվ Սավուղը ասեց. տեսա, որ ժողովուրդը իմ կողմից գնում է, իմ մոտից գնում է, ու դու էլ որոշված օրից մեջ չեկար։ Ու փղշտացիք մակմայի մեջ հավաքված են, ու ես փղշտացիներին հիմա պիտի գնամ, պատմությունը չեմ ուզում շատ կարդամ, մի անգամուց արագ մտածում է, ինչ պատասխանի Սամվելին։ Դու որ ուշացար, այ որ դու սխալ չաներ, այլ որ դու ժամանակին գայր, ես այդ սխալը չէի գործի։ Սիրելիներ, եթե մենք այսօր ինչ-որ բան անում ենք ու մեզ մարդիկ են հավաքվում մեր շուրջը, թույլ տվեք խոսեմ այսպես, եկեք որ մենք չմեծամտանանք, մեր շուրջը հավաքողնել է Տերը, մեր մոտից այդ մարդկանց հեռացնողնել է Տերը։ Սավուղը այնքան էր մեծամտածել, որ ինքը մտածում էր, որ ժողովուրդը ինքն է իր շուրջը հավաքել։ Բան կա, որ մենք երբեմն ներողություն հազար անգամ, երբ որ մենք ինչ-որ աստվածաբանական դպրոց ենք սովորում, աստվածաշնչյան դպրոց ենք սովորում, չգիտես ինչի մտածում ենք, որ մենք արդեն ամեն բան գիտենք։ Ես սովորելուն դեմ չեմ, ես ինքս էլ սովորել եմ։ Բայց այնպես չի, որ մենք ինչ-որ բան իմանում ենք, մտածում ենք, որ արդեն առաջնորդներին սպասել պետք չի, նրանցից հարցնել պետք չի, իբրև ես չգիտեմ, այդ ինչ պիտի ասի, որ ես չգիտեմ։ Երբ որ առաջնորդը եկավ, ասեց, արածդ ինչ էր, ինչի սենց արեցիր, մի անգամուց հակադրվում է Աստծո խոսքին։ Մի անգամուց ինքը պատճառ է բերում, որովհետև դու ուշացար։ Նա չէր ուշացել, իր ճիշտ ժամանակին եկավ։ Աստված էր այդպես որոշել։ Ժամերն ու ժամանակներ որոշողը մենք չենք, նա է, ով իր իշխանության մեջ դրեց։ Ամեն։ Մի պատմություն էլ Թվոց գլխի 22-րդ գլխում է, շատ լավ հիշում եք այդ պատմությունը, Բաղամի պատմությունը։ Բաղամին Աստծո խոսքը ասում էր, որ մարգարե էր եւ թագավոր կար, որ Իսրայելի վրա դուրս պիտի գար եւ հասկանում էր, որ Իսրայելին հաղթել չէր կարող, որտեվ ամենակարող Աստված օրհնել էր նրանց եւ Բաղամին եկավ ասեց. քեզ ինչ տամ, որ գնաս ու անիծես Իսրայելի ժողովրդին։ Ինչ է կարծում, Բաղամը չգիտեր, որ չպիտի անիծի, այլ պիտի օրհնի։ Բայց գնաց, որովհետև շահ կար։ Այսօր Ռայկոմում, երբ որ Հարությունյան Կարենը ծառայում էր, ասեց, երբեմն մարդիկ լինում են, որ գալիս են իմ մոտ ինչ-որ աշխատանքի մեջ են մտել եւ ասում եմ, ես դուրս արեք այդ աշխատանքից, ասում եմ, եթե լսում են դուրս են գալի, լավ, եթե չէ, այդ աշխատանքը իրան տանում է, ինքը եկեղեցուց հեռանում է։ Եկեք խոստովանենք, որ բավականին բաներ կա մեր կյանքում, որ մեզ շահ է բերում։ Մեզ շահ է բերում, մենք շրջանցում ենք, Աստծո խոսքը շրջանցում ենք, Աստծուն շրջանցում ենք, եկեղեցի սկսում ենք չգալ, մի կիրակի գալիս ենք, բավական է։ Ինչպես Արսենն ասեց, աղոթքա ժողովներին ուզում ես հարց տաս, ասես, որտեղ ես։ Որովհետև ինչ որ բան կա, որ ինձ շահ է, եւ ես գիտեմ, որ դա սխալ է, բայց քանի որ ինձ շահ է, ես դա անում եմ։ Մեկը ես մի տեղ կգտնեմ արդարանալու համար։ Ես քեզ վստահեցնում եմ, բոլորը մի օր կանգնելու են ամենակարող Աստծո առաջ եւ բոլորն են դատվելու ըստ իրենց գործերի համեմատ, մարմնով գործած, թե լավ, թե վատ։ Եվ Աստծո խոսքի համեմատ ենք դատվելու։ Ինչքան էլ մենք շրջանցենք, մեզ արդարացնենք, ես ուզում եմ ասեմ, իրականությունը չի փոխվում, մենք դատվելու ենք։
իրականությունը չի փոխվում, եթե ես հակադարձում եմ, հակադրվում եմ Աստծո խոսքին, միևնույն է, ոչինչ չի փոխվելու, ես պատասխան պիտի տամ դրա համար։ Եթե այստեղ չէ, ապա այն օրը, որ կանգնելու ենք Տիրոջ առաջ։ Ինչպես ասում էր Մարտին Լյութերը, հայտնի խոսքը, Մարտին Լյութերի հայտնի խոսքը, ասում է ինձ համար իմ կյանքում երկու օր է կարևոր, այս օրը եւ այն օրը, որ կանգնելու եմ Տիրոջ առաջ։ Ինչպիսին եմ ես այսօր, շատ կարևոր է։ Եվ վաղը ես կարող եմ մտածել, ինչպիսին եմ ես այսօր։ Սաղմոս 138:2 Երկրպագություն պիտի անեմ դեպի քո սրահների տաճարդ եւ քո անվանդ գոհություն պիտի մատուցանեմ քո ողորմությանդ ու ճշմարտությանդ համար, որովհետեւ քո բոլոր անունիցդ վեր մեծացրեցիր քո խոսքը։ Այստեղից ուզում եմ ավելի կարևոր բաներ խոսել մեր անձնականի մասին։ Աստծո խոսքը մեզ համար ամենաբարձր հեղինակությունը պիտի լինի։ Չկա երկրագնդի վրա մի մարդ, կապ չունի ով է, եթե Աստծո խոսքից դուրս բան է խոսում, կարող ես գաղատացից թուղթը հիշել, կարող ես դա չհիշել եւ ասել, որ ես դա չեմ ընդունում, ով էլ ուզում է լինել, քո ամենամտերիմն ու ամենասիրելին։ Որովհետև Աստծո խոսքում մեզ հուշում է, որ իր խոսքը իրենից վեր դրեց Աստված։ Այսինքն բոլոր ստեղծվածները պետք է հնազանդվեն այն խոսքին, որ ամենակարող Աստծո բերանը խոսել է։ Եվ դա իր խոսքն է, Աստվածաշունչը, որ մեզ հասավ։ Հովանոս 14:31 ասում է. միայն թե աշխարհը գիտենա, որ ես հայրը կսիրեմ, ու ինչպես հայրը ինձ պատվիրեց, այնպես կանեմ։ Ինչպես հայրը ինձ պատվիրել է, այդպես կանեմ։ Ես ուզում եմ հարց տամ. արդյոք մենք այդպես ենք անում։ Արդյոք երբ որ Սուրբ Գիրքը կարդում ենք, հայրը ինչպես պատվիրում է, մենք այդպես վարվում ենք, թե մեր ուզածի պես ենք վարվում։ Ես հիմա մանրացնելու եմ։ Հայրը պատվի արժանի է։ Եվ մենք բոլորս պետք է պատվենք հորը։ Եվ ինչպես են պատվում հորը։ Ես հայր եմ, ես գիտեմ դա ինչ է նշանակում։ Երբ որ ես իմ որդուն մի բան ասում եմ, եւ ինքը անում է, պետք չի, որ ինքը գա այդ անելուց հետո ինձ խոնարհվի, ես հասկանամ, որ ինքը ինձ պատվեց։ Այլ ես իր գործողությունից հասկանում եմ, որ նա պատվում է ինձ։ Ինչպես Արսենն ասեց, կարող է մտածես, որ այսպես է, բայց մեր գործողությունները երբեմն դա չեն ցույց տալիս։ Ես անում եմ այն, ինչ որ տեսնում եմ, որ հայրը անում է, ինչ որ ինձ պատվիրել է։ Եվ օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ մեզ գիրք տվեց, խոսք տվեց, եւ ասում է ինչ որ գրված է, այդպես էլ վարվիր։ Ժողովող 7:8 Հավանաբար սա նախավերջի համարն է, որ կկարդամ ու իմ խոսքը կսկսեմ ասել։ Ժողովող 7:29 ներողություն։ Ահա միայն սա գիտենք, որ Աստված մարդուն ուղիղ ստեղծեց, բայց նա շատ հնարքներ կամ ճանապարհներ փնտրեց։ Աստված մարդուն ուղիղ ստեղծեց, բայց եկեք վստահեցնենք, եկեք վստահ լինենք, որ մենք մեզ արդարացնելու համար հարյուրավոր ճանապարհներ ենք փնտրում։ Աստծո խոսքը շատ իրական եւ լուրջ է, քան մեր ժամանակների հավատացյալները, եւ թույլ տվեք ասեմ նրանք, ովքեր էլ որ չեն հավատում, վերաբերվում են Աստծո խոսքին։ Մենք այնպես ենք անլուրջ վերաբերվում Աստծո խոսքին, որ երբեմն մենք Աստծուն ասում ենք դու ասել ես, պիտի տաս։ Ներողություն, լուրջ ես ասում։ Դուք հասկանում եք, որ մենք որտեղ ենք հասել, որ մեր աղոթքները արդեն այսպես է դարձել։ Դու ասել ես, դու խոստացել ես, պիտի տաս։ Ինքնիշխան Աստված է։ Կուզի կտա, կուզի
չի տա, բայց եկեք տեսնենք, որ մենք էլ ենք այդպես մտածում։ Եթե անկեղծ մենք այդքան էլ լուրջ չենք վերաբերվում Աստծո խոսքին։ Օրինակ, հայտնի խոսք Մատթեոս ավետարանում գրված։ Ամեն մի դատարկ խոսքի համար հաշիվ պիտի տաս։ Կարես հաշվես օրվա մեջ քանի անգամ ենք դատարկ խոսքեր խոսում։ Ծանոթ բան եմ ասում, սա մեր առօրյան է, ինչքան էլ մենք փորձենք սա շրջանցենք, միևնույն է իրավիճակ չի փոխվում, մենք պատասխան ենք տալու։ Ամեն մի դատարկ խոսքի համար մենք սրան լուրջ վերաբերվում ենք, թե լուրջ չենք վերաբերվում։ Հազար ներողություն, սիրելի երիտասարդներ, մենք սրան լուրջ ենք վերաբերվում, թե լուրջ չենք վերաբերվում։ Մեծահասակներ, մենք սրան լուրջ ենք վերաբերվում, թե լուրջ չենք վերաբերվում։ Ամեն մի դատարկ խոսքի համար։ Մեր զրույցների մեջ, մեր անեկդոտների մեջ, մեր պատմածի մեջ, ինչքան է լրջության չափը։ Նկատել եք, որ մեր հումորները մտածում ենք, որ յանի ինչ ենք անում, որ հումոր ենք անում էլի, բայց հումորը իր չափը, իր ձևը, իր սահմանն ունի։ Ամեն բան մեզ համար են հայտնի մուլտիկ կա, չէ, Տոմի Ջերի մուլտիկը, որ միած սահմանա գծում, որը տեղից են կոմ կապած շունը չի կարողանում անցնել, եւ հանկարծ ջնջում է այդ սահմանը, մի քիչ մոտիկ է գծում, գալիս է շունը իրան կծում է։ Ուրիշ մեկը սահմանը ջնջում է։ Լսեք, ինչքան որ մենք այս սահմանները ջնջում ենք, մտածում ենք, որ մենք անվտանգ ենք, ոչ։ Սրանք մեզ համար դռներ են, որոնք որ մեզ, եթե այսօր չէ, ապա վաղը ժամանակի հարց է, որ մենք վնասվելու ենք։ Մենք պետք է լուրջ նայենք, մենք ինչ ենք խոսում, որովհետև ամենակարող Աստված մեր ամեն խոսքին լուրջ է նայում։ Աշխարհը սպասում է Աստծո որդիների հայտնությանը, եւ Աստծո որդիները ինչ են խոսում։ Դե ով է լսում, որ նա ով պիտի լսի, հենց սկզբից էլ գիտի։ Մենք մեր ընկերներով հումոր ենք անում, զրույց ենք անում, ամեն բան չափի մեջ է գեղեցիկ։ Եվ մենք իրավունք չունենք այս խոսքերին հակադրվելու, եթե ասում է ամեն մի դատարկ խոսքի համար պատասխան պիտի տանք։ Պաշտամունք գալը։ Նկատել եք, որ ինչքան է մեզ համար տենց էժանացել։ Փառաբանությունը վերջանում է, հազիվ նոր հասնում ենք։ Վերջի խոսքը չվերջացած արդեն գնում ենք։ Զբաղված ենք, ժամանակ չունենք։ Մեր աղոթքները, եթե մեզ համար աղոթքը արժեք ունի եւ Աստվածաշունչը դա ասում է, սրա մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ Աստված օրհնի Արսենին շատ ընտիր ասեց։ Պետրոսն էլ Ռայկոմում շատ լավ խոսեցին աղոթքի մասին։ Նկատում եք, որ մեր համար արդեն այդքան արժեք չունեն։ Եթե արժեք ունենային, մենք դա կգնահատենք ու տեղում կլինեինք։ Ոչինչ չէ, որ այսպես եմ խոսում։ Ես ուզում եմ, որ ուղիղ խոսենք, որովհետև եթե մենք արթնություն ենք ուզում, առանց աղոթքի արթնություն չի լինի, որովհետև զոհասեղանի վրա զոհ պիտի լինի, որ կրակը գա։ Առանց զոհի դատարկ զոհասեղանին կրակ չի լինում։ Եթե ես հիմա հարցնեմ, ասեմ, քանիսս ենք պատրաստ Քրիստոսի համար մեր կյանքը տալու, կարծում եմ այստեղ մեծ մասը ձեռք կբարձրացնի, եթե ոչ բոլորը։ Բայց թույլ տվեք մեր համար ամենասիրելի պահին էլի կամ։ Մենք ասում ենք, պատրաստ ենք մեր կյանքը Քրիստոսի համար զոհելու, բայց մեր կողքինին ներելու հարցը ամեն ինչին կպներ սրան չգայր։ Չէ։ Ես իմ կյանքը կտամ Քրիստոսի համար։
անկեղծ։ Լսի, ստեղից է գալիս։ Մենք մեր կյանքը Քրիստոսին կտանք, թե չէ, ստեղից է գալիս։ Ես հիշում եմ Սևանի աղբերներից մեկը պատմում էր, ասում է մեկին տուն այցելեցինք, գալիս էր եկեղեցի, բայց շարունակում էր ծխել։ Ասեցի Քրիստոսին սիրում ես, ասեց կյանքս կտամ, ասի Քրիստոսի խաթր մի ծխի։ Ասում այդ օրվանից հետո այդ մարդը թարգեց ու թարգեց։ Հասկացանք, որ Քրիստոսն էս մարդու համար ամեն ինչ էր։ Ես չեմ ների։ Խնդիր չի։ Ոչ մի բան իրականում չի փոխվում, չես ներվելու։ Աստվածաշունչը ինձ հուշում է, որ եթե ես չներեմ, չեմ ներվելու, ինչքան էլ ուզում էի մանձս տամ, ծառայեմ գիշեր ու ցերեկ, եթե ես չեմ կարողանում ներել, չեմ ներվելու։ Ինչքան ուզում ես շրջանցի տարբեր պատճառներ բերի, դրանից իրականությունը չի փոխվում։ Ամեն բան արա, որ ներումը գա քո կյանքի մեջ։ Դու չգիտես, ախր գիտես ինչ արել, ով ինքը չպետք է էսի աներ։ Ես իմ կյանքի համար եմ ասում, իմ ամենամեծ վերքերը, իմ ամենամեծ ցավը բարեկամիս տանն եմ ունեցել։ Բա ով, եթե ոչ քո մոտիկը։ Այդտեղից ենք սովորում։ Պետք է սովորել ներել եւ բոլորին ներել, անկախ ամեն ինչից, կապ չունի ինչ է արել։ Եթե մենք չենք ներում, մենք վերադառնում ենք մեր անցյալ կյանքին, որտեղից որ Քրիստոս մեզ հանեց։ Մի օրինակ եմ հիշում 97 թվականներ, երբ որ ես Արցախում մանկատանն էի աշխատում, այնտեղ մանկատուն չկար, նոր պետք է բացվեր, ես հետո այդ մարդը, որ դարձավ մանկատան տնօրենը, իր հետ միասին գնում էինք գյուղերը, տեսնում էինք, որ այնտեղ որբ երեխաներ կան, որովհետև իրանց ծնողները թողել էին իրանց, գնացել են, մենք իրանց վերցնում էինք, բերում էինք, պահում էինք, մաքրում էինք, լողացնում էինք, պահում էինք։ Հետաքրքիր էր ինձ մի դեպք եղավ, դե այդ վաղ տենց աշխատողներ չունեինք, ես էի այդ երեխաներին լողացնում, մազերը կտրում, իրանց շորերը փոխում։ Մի դեպք եղավ, մի երեխաներ գտանք, որոնք քույր եղբայրներ էին, նրանք հաց չէին կերել, չգիտեին ամեն դեպքում հացը ինչ է, եւ իրանք շատ կեղտոտ են։ Երբ որ ես բերեցի իրանց լողացնելու, հասկացա, որ իրանց շորերը հանելը սենց իրանց վրից շատ անհնար, որտեղ այնքան կեղտոտ էր ու կարելի ասել կպել էր իրանց մաշկին։ Ես մկրատով կտրեցի, նրանց լողացրեցի, մաքրեցի, բերեցինք հաց կերան, գնացին պարկան քնելու։ Երբ որ քնեցին, երկար ժամանակ քնեցին, վեր կացան, եկան ու ինձ ասեցին. «Պարոն Կարեն, մեր շորերը ուր է»։ Բարձրացի, ասեցի, «Ինչ շորեր»։ Ասեց, որ մեր վրայից դու հանեցիր։ Ասեցի, «Այս շորերը սիրուն չի քո համար»։ Եվ այդ շորերը գալիս էին Ամերիկայի Հյուսիսային Կարոլինայի մեթոդիստ եկեղեցին էր հովանավորում, այդ շորերը բերում էին երեխաների համար, շատ բավականին 97 թվականին մենք գիտենք Հայաստանի կարգավիճակն ինչ էր, բայց այդ երեխաները հագնում էին բավականին բրենդնի շորեր։ Ու ինքը ինձ ասում էր, որ իմ շորերը դու գողացել ես։ Այն շորերը, որ ես իրա վրայից մկրատով եմ հանել։ Ու ես մտածեցի, ասի, սա մենք ենք ժողովուրդ, հասկանում ես։ Երբ որ մենք Աստծո խոսքը չենք ընդունում, հակառակվում ենք, փորձում ենք պատճառներ բերել, որ այս խոսքին չհնազանդվենք, մենք հետ ենք գնում մեր անցյալ եւ ասում ենք այն ինչ որ Քրիստոս արել է, ես դրա հետ համաձայն չեմ, իմ շորերը ինձ տվեք։ Ու ինձ այդ վիճում էր։ Միջև ես իրան համոզեցի, որ իր շորերը լավն են, քան նախկինը, բավականին երկար ժամանակ։ Ժամանակ առ ժամանակ հիշում էր։ Ասում էր, պարոն Կարեն, բայց ինչ ես արել այդ շորերը։
Ինչ է վկայում մեր գործերը, մենք ներում ենք, թե չենք ներում։ Ես ներել եմ իմ սրտում, բայց բարև չեմ տա։ Անկեղծ։ Ես ուզում եմ այս հարցը, քանի որ չերևացող հարց է, ես ուզում եմ ամեն մեկիս տալ։ Եթե այս պահին Տերը այցելի մեզ ու հենց ներման համար մեզ հարց տա, ո՞նց ենք պատասխանելու, ներել ենք թե չէ։ Սա ուզում եմ, որ ամեն մեկս մտածենք։ Ներումը գործողություն է։ Ես չգիտեմ Լաչինից այդ քույրը այստեղ է թե չէ, որտեղ հաճախ այստեղ է մասնակցում։ Մի ընտանիք ունեինք, որ անընդհատ արդեն այս վերջի տարիներն էր ինձ հետ անընդհատ վիճում էին այդ ընտանիքը ինձ հետ, որովհետև իրանք շնորհքի գաղափար, այդ հիպերշնորհքի գաղափարն էին լսել ու իրանք անընդհատ ինձ հետ վիճում էին, բան ու որոշեցին եկեղեցի չգալ, մեկ-մեկ արտազախ ասում, դա փրկություն էր մեզ համար, դրանից հետո բավականին արթնություն եղավ եկեղեցու, բայց ես շարունակում էի իրանց տուն գնալ։ Ամեն անգամ վեր էի կենում, գնում էի ինչ-որ բան առած, հասնում էի իրանց տուն, մտնում էի իրանց տուն, ինչի համար ես եկել, ասում եմ եկել եմ զրուցել։ Մենք զրուցելու բան չունենք, ասում եմ լավ, սա երեխաներին, որտեվ իրանք երեխաներ ունեին շատ։ Վերցրա քո բերածը հետդ տար։ Ու ես ամեն անգամ, երբ որ գնում էի, մի օր մեր ծառայողական այդ ժողովի ժամանակ մեր ծառայողներից մեկն ասեց. «Այ Կարնախ, ես չեմ հասկանում։ Դու ո՞նց ես մտածում։ Ինչ սիրտ ունես, ամեն անգամ վեր ես կենում, գնում ես, ասում եմ, ինձանից ինչքան կախված է, ես դա պիտի անեմ»։ Լսեք, ներելը նաև գործողություն է։ Եթե մենք չներենք, մեզ էլ չի ներվի։ Ով ուզում է լինել, մենք պատկերացնում ենք, որ այդ մարդիկ մեզ չպիտի նեղացնեին, բայց նեղացնում են։ Ես մի տեղ մի բան կարդացի, շատ դուրս եկավ, ուզում եմ սա կարդալ։ Ինչ կարող է անել մեղքը մեզ հետ։ Կարող է շատերը դել կարդացած լինեք, բայց քանի որ իմ դուրս եկավ ու պատգամին համահունչ էր, որոշեցի, որ անեմ։ Մեղքը կարող է ոտնակոխ անել մեր պատիվը եւ պղծել մեր հոգին։ Կարող է մեզ պարտադրել նախանձել, ստել, դավաճանել, չներել։ Մեր սիրտը կարող է դարձնել չար ոգիների բնակարավայր։ Թառամեցնում է մեր հոգու առաքինությունները եւ անդամալուզ դարձնում մեր կարողությունները։ Մեղքը երկինքը գողանում է մեր ձեռքից, հրեշտակին հրեշ է դարձնում։ Մենք պետք է հեռանանք մեղքից, միանանք Քրիստոսին, այլապես այն մեզ պիտի հեռացնի Հիսուսից եւ հավիտենական դատաստանի մատնի։ Ինչքան մոտ լինենք մեր Տիրոջը, այնքան կհեռանանք մեղքից։ Մարդը ինչ իր մեջ կրում է, նրա ծառան է, եթե մեղքի, ապա սատանայի, իսկ եթե Հիսուս Քրիստոսի, ապա հավիտենական կյանքի։ Ինչ կարող է մեղքը անել։ Ամբողջությամբ, որ կարդում էի, ամբողջությամբ ապականում է։ Բայց հետաքրքիր է, որ այստեղ շատ կարճ ասում է, եթե Քրիստոսին, հավիտենական կյանք եւ սրանով ամեն բան ասված է։ Սաղմոս 50-րդ գլխում հիշում եք ինչ է ասում, սակայն Աստված ամբարիշտին ասում է, քեզ ինչ որ դու իմ խոսքը քո բերանը տառնում ես։ Սա գիտեք, ես կարծում եմ, որ տանը կարող եք լավ նայել, դա Սաղմոս 50-րդ գլուխ 16 խոսքն է։ Քեզ ինչ որ ասում ես, խոսում ես մարդկանց հետ իմ խոսքը, բայց արի տես, որ եղբայրների մասին բաներ ես փսփսում։ Սիրտդ ուղիղ չէ, քրոջ եղբոր հետ ուղիղ չէ, եթե ուղիղ չէ, համաձայն ես մեղքին, պետք է լուծել այս հարցը մեր մեջ, շատ լավ է այստեղ ասում, ես կուզենամ, որ տանը սա ընթերցեք, ու սա լավ մտորելու տեղ է տալիս մեզ, դու կարող ես մտածես, ասես, գիտես, սա ամբարիշտին է ասում, շարունակության մեջ, եթե մենք ինչ որտեղ մեզ բռնում ենք, այդ ամբարիշտը մենք ենք դառնում։ Ուրեմն ինձ էլ է ասում։
երբեք մի շրջանցի, երբեք մի հակադարձի, մի հակառակվիր, ինչպես ամենակարող Աստված ասում է, դա պիտի այդպես լինի։ Եթե ասում է թշնամուդ օրհնի, ուրեմն պետք է օրհնել։ Եթե ասում է պիտի սիրես, ուրեմն պիտի սիրես։ Սա ամենակարող Աստծո բերանը, երկինքը խոսեց մեզ համար։ Եվ մենք ներողություն այդքան չկանք, որ չհամաձայնվենք այդ խոսքի հետ։ Դա մարդու խոսք չէ, դա երկինքն է խոսում։ Դա Աստծո բերանն է խոսում։ Եվ Պողոս առաքյալը իր մասին խոսում էր, նաև Կարենը հիշատակեց, որ ասում է ինձ համար ամեն բան աղբ համարեցի, որ Քրիստոսին շահեմ, այն ինչ որ ինձ համար շահ էր ամեն բան աղբ համարեցի։ Գիտեք, այնտեղ այդ աղբ ասվածը շատ ուղիղ է ասված։ Ես այնտեղ լիքը բաներ կար, իր պատիվը, իր հարգանքը, մարդկորեն, բայց ինքը ավելի մեծ պատիվ ունեցավ։ Եթե Պողոս չլիներ մնար Սողոս, 2000 տարի հետո վստահեցնում եմ, որ նրա մասին ոչ մեկ չէր խոսելու։ Բայց երբ որ նա աղբ համարեց ու եկավ Քրիստոսին, նրա մասին մինչ օրս խոսում են։ Եվ տեսեք Գաղատացիս 2-րդ գլխի 18 խոսքն ինչ ասում, որովհետև եթե իմ քանդած բաներս նորից չինեմ, իմ անձս հանցավոր կանեմ։ Սա ինձ համար այնքան ուժեղ խոսք է։ Քանդած բաներին վերադառնալ։ Ատելությունից վերադարձել ենք ներման, մեղավորությունից վերադարձել ենք արդարությանը։ Եվ այս ամենը արել է ամենակարող Աստված, Քրիստոս, մեզ համար։ Եվ ասում է, եթե ես վերադառնամ քանդած բաներին, ես հանցավոր կլինեմ։ Մենք իրավունք չունենք։ Մեր անձերի հետ վարվել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք իրավունք չունենք օրեր շարունակ ատելությամբ ապրել, մենք իրավունք չունենք օրեր շարունակ ապրել ներողություն ես ջրիկ լինելու համար, մենք գալիս ենք հաղորդությունից հաղորդություն, կանգնում Աստծո առաջ, ես ներողություն եմ խնդրում, որովհետև մի օր առաջ ինքը խնդիր է ունեցել, գալիս է հաղորդություն վերցնում ու գնում, իր նորից նույն կյանքին ապրելու, իրականում ոչինչ չի փոխվելու, մենք պատասխան պիտի տանք, դատվելու ենք, եթե արդարության մեջ չգանք, չենք ներվելու, եթե չներենք, մենք Քրիստոսինն ենք և շարունակելու ենք Քրիստոսի համար ապրել, Քրիստոս մեզ համար իր արյունը թափեց, մեզ արդարացրեց, մեզ մաքրեց, մեզ սրբացրեց, անբիծ և անարատ արեց, եկեք մաքուր մնանք, ուղիղ ապրենք, որպեսզի հաճեցնենք երկնքին ամենակարող Աստծո սիրտը, որ նրա սիրտը մեր ապրելով ուրախանա։ Հակադարձելը մեզ լավ տեղ չի տանելու։ Եկեք խոնարհվենք Աստծո առաջ և ինչ որ իր խոսքը մեզ ասում է, մեզ համար միակ և բացառիկ հեղինակությունը լինի և ամբողջությամբ հնազանդվենք այն խոսքին, որ քո տանը կա, քո ձեռքին կա և դու հաճախ կարդում ես։ Ամեն, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Դավիթը Աբիսողոմի երեսից փախել էր, գնացել թշնամու երկիր, թող գա փառաբանության խումբը։ Եվ իր զորագլուխն էր, իր հավատարիմներն էլ իր հետ էին։ Եվ հետաքրքիր է, երբ որ նրան գնում էին, մեկը մոտեցավ և սկսեց Դավիթին անիծել։ Իր զորավարներից մեկը ասեց. սուրը քաշեմ, գլուխը կտրեմ։ Դավիթի պատասխանը մեզ համար շոկային է, բայց սա իրականությունն է։ Ասեց, ոչինչ մի արա, եթե Տերը թույլ է տվել, թող անիծի։ Մենք շատ ենք ուզում Դավթի սիրտը ունենալ և հասկանալ, թե ինչի էր Աստված ասում Դավթի սիրտը։ Սրա համար։ Մենք կարող ենք շատ մեծ բաներ խոսել,
Բայց երբ որ գալիս է մեր անձին վերաբերվող, քանիսի վրով կանցնենք, քանի մարդու կառհամարենք, քանիսին բարև չենք տա, քանիսից երես կթեքենք, որովհետև մեր անձն է։ Բայց օրհնյալ լինի Տերը, որ իր խոսքում մեզ օրինակ ունենք։ Եթե Տերը թույլ է տվել, ներիր, սիրիր, օրհնիր, սա ամենակարող Աստված մեզ հրահանգեց։ Թող քո խոսքը մեզ համար հավերժ կենդանի լինի, մեր Աստված։ Թող մենք հակադարձողներ չլինենք, հակադրվողներ չլինենք, թող մենք շրջանցողներ չլինենք, իմ Աստված, որովհետև քո խոսքը ուղիղ է, քո խոսքը արդար է, քո խոսքը ճշմարիտ է, իրավունքը Երևան է հանում։ Մեզ պահիր, ամենակարող Աստված, որ մենք գինու հետ ջուր չխառնենք, որ մեր հավատքի կյանքը չջրիկացնենք, որ մենք ավելի լուրջ վերաբերվենք, իմ Աստված, որովհետև մենք արթնություն ենք ուզում մեր երկրի համար, մեր քաղաքի համար, մենք ուզում ենք, որ մեր քաղաքը փրկվի, Տեր, մենք ուզում ենք, որ մեր գյուղերը ապաշխարեն ու փրկվեն, Տեր, մեզ խելք ու միտք տուր ու կարողություն տուր, Տեր, եթե սիրելու հարց կա, ես իմ գործողությունով ցույց տամ, եթե ներման հարց կա, ներողություն խնդրեմ, չսպասելով, որ դիմացինս պիտի գա ինձանից ներողություն խնդրի, այլ ես ներողություն խնդրողը ես լինեմ, Տեր, շրջանցող չլինեմ, հասկանամ, որ այն ինչ որ դու ասել ես, դա հոգի ու կյանք է, և մեզ ապրեցնում է, և հավիտենական կյանքի խոստումն է, շնորհակալ եմ քեզանից, Տեր,